Այդ գյուղը գտնվում է իմ ծննդավայր, հայրենի ծննդավայր մարզում, Արարատի մարզում։ Իսկ նույն ասում ես, որ Տիգրանաշենը ինչի չասեցիր, մի վայրկյան, ինչի դու չասեցիր բանը Քյարքին Ադրբեջանը իմ համար 2023 թվին ես դու դա ասել, իմ համար Տիգրանաշենն Ադրբեջանը։ Լավ, 2023 թվականին դու այդպես ասել ես։ Ինչի չես ասել իմ համար Քյարքին Ադրբեջանը կամ Քյարքին իմ համար Ադրբեջանը։ Ինչ ես դու ասում Տիգրանաշեն ու ասում Ադրբեջանը։ Ոնց հասկանանք դա։ Եթե Տիգրանաշեն դա հայկական անվանումն է, հայերն են այդպես ճանաչում, գյուղի բնակիչներն են այդպես ճանաչում, հայությունը, չգիտեմ, Սփյուռքը, բոլոր հայերը դա ճանաչում են որպես Տիգրանաշեն, Հայաստան երկիրն ու պետությունը ճանաչում են որպես Տիգրանաշեն։ Ադրբեջանը դա չի ճանաչում որպես Տիգրանաշեն։ Եթե դու ասում ես, որ դա Ադրբեջանը, դու պիտի ասես Քյարքի, թե դու մի հատ ուզում ես հայկական ժառանգությունը դարձնես ադրբեջանական։ Ոնց հասկանանք ես Քյարքին, բանը, Տիգրանաշենն Ադրբեջան։ Սա ուղղակի ցնդաբանություն է։ Ես ուղղակի այս ամեն ինչը տեսնելով, սենց բան եմ առաջարկում, որ յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր անձնավորություն, որ պիտի ստանձնի պետության ղեկավարի պաշտոնը ու առհասարակ ինչ-որ պետական պաշտոն, ու նույնիսկ ուզում ասենք դպրոցի տնօրեն, պետք է անցնի այդ, որ դուք 10 ձևի ստեղծել եք, օրինակ Արևմուտքում IQ թեստեր, IQ թեստ թող անցնի։ Միան ստուգենք այդ մարդու խելքը, որովհետև ես կասկածում եմ, որ Նիկոլ Փաշինյանի IQ-ն 70-ից ցածր է, 70-ը շատ։ Այս ուղղակի ցնդաբանություն է։ Տիգրանաշենն Ադրբեջանն է։ Հա, դու չես վախենում, ազգային ժողովում ես դա մի հատ էլ ասել, դու չես վախենում Հայաստանում ասել, որ դա Ադրբեջան է, մի հատ էլ պետական բանը, կառույցում, պետական վայրում ասել Ադրբեջան է, մի հատ էլ ամենաբարձր վայրում, պետական ամենաբարձր ազգային ժողովում ասել, որ դա Ադրբեջան է, այն էլ քո բանը, ոնց ասեմ, քո պատճառը, ինչ ես դու դա ասում, որն է, որ իմ համար, այսինքն դու որպես հարգելի ինչ-որ բան ներկայացում ես իմ համար, ոնց է, դու եթե ազգային ժողովում ասում ես, որ դա Ադրբեջան է, դու գիտես ինչերով դա պիտի հաստատես, ինչերով պիտի դա ապացուցես, ինչ ծանր փաստերով, ինչ ծանր հիմունքներով, իսկ դու ասում ես իմ համար, ազգային ժողովում չի կարելի ասել իմ համար, այ քեզ բան, իմ համար էլ գամիրքը Հայաստանը, բայց ես չունեմ այդ իրավունքը գնամ նույնիսկ լինելով վարչապետ, նույնիսկ լինելով նախագահ, բանը ազգային ժողովում ասել իմ համար գամիրքը Հայաստանը, որովհետև պետությունը ու պատմությունը թքած ունեն քո համար, այդ թքած ունեն, դու փաստեր ցույց տուր, որ դա Հայաստան է, հասկանում ես։ Ճիշտ է, ես ունեմ այդ փաստերը, բայց վերցնենք ես առանց փաստերի ուղղակի ասում եմ իմ համար, այ քեզ ապուշություն։ Լիքը մարդիկ կան, որոնց համար, ասենք, բանը, Մոսկվան Ֆինլանդիա է, կան այդպես մարդիկ, կգտնվեն, ֆինական հողը, ու ֆինո-ուգրական, հիմա ինչ է ստացվում, բանը, Ֆինլանդիայի նախագահական վարչապետը կարա իրանց ազգային ժողովում, իրանց ամենաբարձր վայրում կայնի ասի, որ բանը, իմ համար բանը, Մոսկվան բանը, ոնց են իրանք ասում, Սուոմիա, հա, Ֆինլանդիայի։ Այ քեզ ցնդաբանություն ուղղակի։ Դու չես վախենում ազգային ժողովում ասել, որ դա Ադրբեջան է, Հայաստանում ասել, որ դա Ադրբեջան է, այն էլ ազգային ժողովում, այն էլ այդպիսի հիմար անհեթեթ բան, չգիտեմ, ոնց ասեմ, պատճառով, պարզաբանմամբ, հա, լինելով վարչապետ, լինելով պետության գլխավոր ղեկավարը, դա փաստ է, որ գլխավոր ղեկավարն է հիմա բանը Հայաստանի Հանրապետության գլխավոր ղեկավարն է վարչապետը, որովհետև դուք փոփոխություն եք արել, չգիտեմ որ թվին, 18-19 թվին։ Հա, նախագահ կա, բայց հիմա գլխավորը, այն որ ղեկավարում է, ռուլի տանում, դա հա, վարչապետն է։ Վարչապետ լինելով,
այտենց բան ես անում, որ ես նոր թվարկեցի։ Դե չես վախենում, բայց վախենում ես ասես քյարքի, ասում ես բան, Տիգրանաշեն, այն տեսեք ես քյարքի չասիմ։ Ինչի չասես, ինչա խախտում, որ հայ ժողովրդի հայոց ազգի կարծիքն է խախտում, այն որ էդի Ադրբեջանը էդին է խախտում, ինչ տարբերություն որ, թե օրենքն է խախտում, Հայաստանի օրենսդրության դա քյարքի չի Տիգրանաշենը։ Դու ավելի բետր խախտիր, եթե դու ասես, որ դա Տիգրանաշեն չի քյարքի է, էդի ավելի, էդի չէր նշանակի, որ դա Հայաստան չի, կնշանակի, որ Հայաստանն է, բայց Տիգրանաշեն չի անունը, քյարքի է ճիշտ անունը։ Ճիշտ անունը Տիգրանաշեն չի, քյարքի է, այս է կնշանակի։ Իսկ դու արեցիր հակառակը, դու չասիր, որ դա քյարքի ասիր։ Տիգրանաշենը այստեղ չխախտեցիր Հայաստանի օրենսդրությունը, բայց դու ասիր դա Ադրբեջանն է։ Ում է պետք որ դու ասիր Տիգրանաշեն, չասիր քյարքի։ Այն տարբերությունը ո՞րն է, դու ճանաչեցիր դա Ադրբեջան։ Ուղղակի եթե դու ասես դա քյարքի է ու Ադրբեջանը ավելի կոպիտ ձևով կխախտեր։ Այստեղ դու չճանաչեցիր դա քյարքի, ճանաչեցիր Տիգրանաշեն, որ սենց տեսեք, ես հայությանը, հայ ժողովրդին, հայ ազգին ու Հայաստանի օրենքներին, պետությանը դեմ չեմ, օքեյ Տիգրանաշենը։ Բայց դու ճանաչեցիր դա Ադրբեջան։ Իսկ օրենսդրության մեջ դու գիտես ինչ արեցիր, դու Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված, պետականորեն ճանաչված գյուղը, տարածքը, որը Հայաստանի Հանրապետության համար, պետության համար, այն պետության, որի վարչապետի պաշտոնն ես դու զբաղեցնում, դա Հայաստանի Հանրապետության, ոնց ասեմ, անբաժան տարածք է։ Հայաստանի Հանրապետությունը օրենքով կարած գնաս ստուգես, կարծում եմ, որ հաստատ այդ տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է անբաժանելի։ Ինչ կասես։ Դու քո իսկ երկրի, դու լինելով այդ երկրի ղեկավար, դու այդ երկրի օրենքը տվիր խախտիր։ Ես ինչ ասեմ, ուղղակի սահմանադրությունը նույնիսկ դա սահմանադրության խախտում է, քո արտահայտությունը սահմանադրության խախտում է։ Այո, նույնիսկ եթե դու ասել ես, որ բանը իմ համար, որովհետև դու ինչի ես դա ասել։ Ինչի ազգային ժողովում ասեցիր, թերթիդ մեջ ասել, չգիտեմ, հարցազրույցի մեջ ասել։ Դու ասեցիր ազգային ժողովում, որ ցույց տաս, որ տեսեք, բանը ծանր ձայն, կշիռ ունեցող ձայն ունեցողն է դա ասում, վարչապետը, այս երկրի վարչապետը։ Յանեն դու բան ես, էլի, սենց ռեշալաներից ես, ռեշալը ես, որոշողներից ես, ու տեսեք, այս ինչ որոշողի համար բանը դա Ադրբեջանը։ Ուղղակի մարդիկ պետք է հասկանան, որ սա Հայաստանի նախ հակառակորդն է, Հայաստանի հայ ժողովրդի, ոնց որ սիրում եք ասեք, հայ ժողովուրդ, Հայաստանի հայ ժողովրդի, հայոց աշխարհի, հայ ազգի ու ամբողջ հնդեվրոպական աշխարհի հակառակորդն է ու թշնամին, որովհետև այն ինչ որ ինքը անում է թշնամին, այն ինչ որ ինքը անում է, թե Հայաստանի հանդեպ, թե հայ ազգի հանդեպ, թե հայ ժողովրդի հանդեպ, թե հայոց աշխարհի հանդեպ, թե պատմության, ամեն ինչի, նույնը վերաբերում է հնդեվրոպական աշխարհին։ Հնդեվրոպական աշխարհը մեկ այլ անվանում էլ ունի, որը սկսվում է այո, բայց քանի որ ես չեմ ուզում, որ ինձ մեղադրեն նույն անհետեթ բաներում, ինչում այլ ազգայնականների են մեղադրում, թե ինչ որ հասկանում եք, ինչ որ վատ բաներ, որ ն-ով է սկսվում, հա, որպեսզի ինձ այդպիսի բաներում չմեղադրեն, ես ասում եմ հնդեվրոպական, չեմ ասում այն անվանումով, որը այով է սկսվում։ Այսպիսին բան է։